Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց դադարեցնելու ՀԵՑ-ի Տաշիր Կապիտալ ընկերության ընտրված լիցենզիան։ Նախագծի համաձայն ՀՑԿՀ-ն գործընթացը սկսել է հիմնվելով կառավարության լիազոր մարմնի կողմից 2025-ի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման վրա, որը տրվել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան։ Դեռ նոյեմբերի 9-ին Թալինում լրագրողների հետ զրույցում ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շտապեց հայտնել, որ 10 հիմնական պատճառ է վերհանել, որոնք թույլ են տալու օրենքով սահմանված կարգով ՀԵՑ-ին զրկել իր լիցենզիայից։ Հանձնաժողովին ուղղված Պետրոսյանի գրություններն են հիմք հանդիսացել այն փաստարկի համար, որ 2025-ի հունվարին խափանվել է ՀԵՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը, ինչի հետևանքով ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները, սկսած 2018 թվականից։ Հիշեցնենք, որ ՀՑԿՀ-ն հուլիսի 18-ին կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով, իսկ հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԵՑ պետականացնելու մասին նախագիծը։